Երկրի վրա քայլող քաջ արյուծները և երկնքում սավառնող հերոս արծիվները։ Հեղինակ Մատինա Մարինե Մանուկյան։ Վարդան Սուրիկի Թադևոսյան, ապրիլյան պատերազմի անմահ հերոս։ Վարդանը ծնվել է 1990 թվականի հունվարի 21-ին Շիրակի մարզի Գետապ գյուղում, սակայն երբ եղել է 5 տարեկան, 1995 թվականից ընտանիքով տեղափոխվել են Արցախ, Ջեբրայիլ, քանզի ծնողները ծառայում էին այնտեղի զինված ուժերում։ Խելացի ու համեստ երեխա էր, մեծերին լսող էր, փոքրիկների լեզուն էլ միշտ ու ճիշտ հասկացող, իսկ հայրենասերի ոգին ժառանգել էր ծնողներից։ Բանակ զորակոչվել է 2008 թվականին Արցախ, Հադրութ, իսկ 2011 թվականից արդեն անցել է պայմանագրային ծառայության։ Նրան մեր հայրենի դիրքերում լավ էին ճանաչում։ Ճանաչում էր նաև թշնամին, քանզի մեր հերոսի սուր աչքից չէր վրիպում ոչինչ։ Նրան անվանում էին Չյորնի Սթրիելա։ 2016 թվականի ապրիլի 4-ին ծավալված մարտական գործողությունների ժամանակ, ոչնչացնելով թշնամու մեծաթիվ գրոհայինների, կասեցրել է նրանց առաջ խաղացումը դեպի մեր պաշտպանության խորք։ Դիպուկահար էր, հակառակորդը նրան երկար է փնտրել է, որ գտնի Չյորնի Սթրիելային։ Ամեն անգամ դիրքեր բարձրանալուց առաջ տխրել է, ու երբ տատը, Սեդան, հարցրել է, թե ինչու է տխուր, նա ասել է. «Տատ, էլի դիրքեր են բարձրանալու, արդյոք հետ կգամ»։ Սիրելի Վարդան, սիրտդ վկայում էր։ Մարտական գործողությունների ժամանակ ոտքից վիրավորվել է, բայց ուշադրություն չդարձնելով ստացած վիրավորումին, կռվել է ու առաջ գնացել, ապա զինվորներին հրամայել է նահանջել։ Ես դիրքը կպահեմ, մինչև դուք իջնեք։ Այդ ընթացքում երկու հակառակորդի հասցրել է ոչնչացնել, բայց չի նկատել, որ անօդաչու թռչող սարքն իրեն վերցրել է նշանառության տակ։ Ցավոք նրան խփել են անօդաչու սարքից։ Նա պայքարել է մինչև վերջ, մինչև վերջին շունչը։ Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Արիության մեդալով։ Ամուսնացած էր, կինը Էլիզան մեծ ցավով ասում է. «Ցավ եմ ապրում, որ աղջիկներս առանց հոր պիտի մեծանան»։ Խոնարհվում եմ փառքիդ առաջ, հերոս ջան, քեզ երբեք բացակա չենք դնի, սխրանքդ անմար է, անունդ հավերժ, քո սխրանքի առաջ պատվի եմ առնում, պատիվ ունեմ։